Որպեսզի բոլորի համար էլ ավելի հասկանալի դառնա, թե ով է իրականում ժամանակի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, մենք կներկայացնենք նրա գարշահոտ ու մութ անցյալի խայտառակ դրվագներից մի քանիսը։ Չէ՞ որ ամեն մարդ չէ, որ կարող է հանգիստ խղճով ծախել հարազատ մորն ու ստորաբար թալանել մտերիմ ընկերոջը, սակայն ամեն ինչի մասին հերթով։ Արման Շամիրի Բաբաջանյան, կենդանակերպի նշանը շակալ, բնավորությունը քծնող ստորաքարշ խաբեբա, սիրած կենդանին սողուն, սիրած զբաղմունքը գողություն, թալիսմանը խլուրդ։ Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը։ Ինչ կաներ Ռաֆին, եթե հայտնի վեպի հայտնի տողերը երգնելիս իմանար, որ այն վատ օրինակ էր ծառայելու ապագա սերունդների համար։ Զարմանալի է, բայց փաստ մեր օրերում կան մարդիկ, ովքեր սեփական կաշին փրկելու համար պատրաստ են ծախել անգամ հարազատ մորը։ Հասարակության համար վտանգավոր այդ երևույթներից մեկն էլ Արման Բաբաջանյան կոչվող գրչակն է։ Էժանագին պատվերներով գոյատևող լրատվամիջոցներից երկուսի՝ առաջինը Էմ կայքի եւ Ժամանակ թերթի խմբագիրը։ Իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող այս պարոնին չէինք անդրադառնա, եթե իհարկե նրա թշվառ գոյությունն այդքան վտանգավոր չդառնար հասարակության առողջ հատվածի համար։ Խաբեություն, գողություն, կեղծիք։ Առանց այս ամենի Արման Բաբաջանյանին դժվար է բնորոշել։ Առավել ևս, որ շատերի հիշողություններում դեռևս թարմ է նրա խայտառակ ձերբակալությունն ու նորանոր բացահայտումներով ապշեցնող դատավարությունը։ 2006 թվական 26 հունիսի օր, երբ խարդախ գործարքների միջով անցած կստմնելի երիտասարդը հայտնվեց ճաղավանդակների հետևում։ Ինչ իմանար, որ ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փորձերն իսկական փորձանք էին դառնալու գլխին։ Գործը թերևս դիվան բաշուն չհասներ, եթե երիտասարդը խաբեության ուղին չորոշեր բռնել։ Եվ այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արման Բաբաջանյանը 1996 թվականին լքելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997 թվականին Հայաստանից մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այնուհետև զինծառայությունից անօրինական կարգով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյաց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թևի եւ Մայր Աթոր Սուրբ Էրմիածնի դիվանապետի անունից կազմել է կեղծ գրություններ, ուսումն ԱՄՆ-ում շարունակելու մասին եւ դրանք նոր միջոցով ներկայացրել Շենգավիթի տարածքային զինկոմիսարիատ։ Սակայն տեղեկանալով, որ այդ գրությունները բավարար չեն տարկետում ստանալու համար, հափշտակել է Միացյալ Նահանգներում բնակվող ընկերոջ Վահե Աբովյանի ամուսնության եւ երեխաների ծննդյան վկայականները։ Օգտագործելով դրանք հնարամիտ երիտասարդը սարքել է իր ամուսնության եւ երկու երեխաներ ունենալու վերաբերյալ կեղծ վկայականներ, որոնց հիման վրա ստացել է զինվորական տարկետման իրավունք եւ խաբեության ճանապարհով խուսափել ժամկետային զինվորական զորակոչից։ Հանցանքի զոհ դարձած Վահե Աբովյանի տիկնոջ Արմինե Առաքելյանի ցուցմունքով հաստատվել է, որ Բաբաջանյանի կողմից գողացվել եւ կեղծվել են թե իրենց ամուսնության եւ թե երեխաների վկայականները։ Մայր Աթոռի դիվանապետն իր ցուցմունքով հաստատել է, որ Բաբաջանյանի ուսումը շարունակելու մասին գրությունը եւս կեղծ է եղել։ Գլենդել քաղաքի հիվանդանոցից էլ հայտնել են, որ իրենց մոտ Անի եւ Անժելա Բաբաջանյաններ անուն ազգանունով երեխաներ չեն ծնվել։ Այն, որ ինքը երբևէ ամուսնացած չի եղել, երեխաներ չունի եւ 1996 թվականից ուսումը չի շարունակել Սևանի հոգևոր դպրոցում, խոստովանել է նաեւ Արման Բաբաջանյանն ինքը։ Որքան էլ դժվար է հավատալ, սակայն նա ցուցմունք է տվել ոչ ավելի ոչ պակաս, քան սեփական մորդեմ, հայտարարելով, որ հենց նա է կեղծիքների հեղինակը։ Արման Բաբաջանյանին բնորոշող ուշագրավ Facebook-յան գրառում է հրապարակել Նարեկ Բարսեղյանը։ Հայաստանում երկու մարդ կա, ով ծախել է իր մորը, մեկը Նայիրի Հունանյանն է, ով Սերոբ Տեր Պողոսյանի մոտ է գնացել ու նրան առաջարկել ամուսնանալ իր մոր հետ ու դրա համար փող ստացել Սերոբից։ Երկրորդն Արման Բաբաջանյանն է, ով ձերբակալվելով բանակից խուսափելու գործով ցուցմունք է տվել սեփական մոր վրա, որ այդ նա է կեղծել փաստաթղթերը եւ նա էլ պետք է կրի պատասխանատվությունը։ Այս երկու հերոսների նմանությունները շատ են, սակայն այսօրվա համար այսքանը։ Այսպիսով կեղծարար հանցագործի դիմակն ամբողջությամբ պատռվում է։ Դատարանը վճռում է 3.5 տարվա ազատազրկման դատապարտել Արման Բաբաջանյանին։ Բանտախցում անցկացրած նրա տարիներին մենք անդրադառնալ չենք ուզում։ Չենք անդրադառնա նաև նրա պայմանական վաղաժամկետ արձակման պատճառներին։ Փոխարենը հետևություններն ենք ձեզ թողնում, ինչի կարող է ընդունակ լինել բազմաթիվ հանցանքներ գործած եւ հարազատ ընկերոջն անխղճորեն թալանած հանցագործը։ Որքանով կարող են հավատ ներշնչել նրա ենթակայությամբ գործող լրատվամիջոցների ստով ու հերյուրանքով ողողված հրապարակումները։ Պատահական չէ, որ նրանից հիասթափվեցին ու աստիճանաբար երես թեքեցին այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն աշխատել, այլև ժամանակին պայքարել են նրա ազատության համար։ Մասնավորապես Արման Բաբաջանյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական են տալիս Ժամանակ թերթի պատասխանատու Սուրեն Սուրենյանցն ու նույն թերթի 6 լրագրողները։ Հաստատելով Բաբաջանյանի հետ ունեցած հակասությունների մասին լուրը, Սուրենյանցը նշում է, որ վերջինս խոչընդոտում էր թերթի բնականոն գործունեությանը։ Իսկ հրապարակախոս Լիզա Ճաղարյանն էլ հրապարակայնորեն ներողություն է խնդրել, որ ժամանակին պայքարել է Արման Բաբաջանյանի ազատության համար։ Անկամ հարազատ մորը չխնայած Արման Բաբաջանյանն այսօր էլ նույնն է մնացել։ Ավելին նրա արյան մեջ կուտակված թույնի չափաբաժինն այնքան է մեծացել, որ հանուն 2 գրոշի պատրաստ է ցանկացած սրբապղծության։ Ինչևէ նրա կյանքի հանցավոր ու մութ էջերն այնքան շատ են, որ դրանց մենք կհասցնենք անդրադառնալ։ Իսկ վերջում հետ գրություն։
Կադրերում երևացող այս շքեղ առանձնատունը, որի արժեքը գերազանցում է մի քանի միլիոն դոլարը, ըստ հավաստի աղբյուրների պատկանում է ոչ ավելի ոչ պակաս, քան չարաբաստիկ Արման Բաբաջանյանին։ Թե որտեղից թերթի խմբագրին այդքան մեծ կարողություն առանձնապես դժվար չէ կռահել։ Փաստորեն ծախու լինելը բոլոր ժամանակներում էլ խիստ շահեկան է։ Դատողությունները թողնում ենք հեռուստադիտողին։